Մարդը հանդիպման հանգույցն է երկնքի և երկրի միջև։ Գարեգին կաթողիկոսի գործունեությունն առանձնահատուկ էր իր բնույթով։ Լինելով մեծ աստվածաբան և մտածող, սակայն Գարեգին առաջինը նախընտրում էր իր իսկ խոսքերով չտարվել սոսկ գաղափարներով, այլ ամենուրեք ընդգծել ճշմարտության կապը մարդկային կյանքի հետ։ Նրա համար քրիստոնեական հավատքը մարմնացած հավատք էր։ Նախ և առաջ ես ինձ հովիվ եմ զգում և իմ առաքելությունը պատկերացնում եմ որպես ծառայություն ժողովրդին, կապված ու հաղորդ լինելով բոլոր մարդկանց տառապանքներին, ուրախություններին, մտքերին ու ցանկություններին, ասում էր նա։ Հավատարիմ իր Քրիստոսն աշխատասենյակ չուներ կարգախոսին, եկեղեցիներում, տարբեր ամբիոններից, հեռավոր գյուղերում, մարզադաշտերում, թե այլուր նա խոսում և շփվում էր մարդկանց հետ, բայց նրա խոսքն ու քարոզչությունը միշտ էլ ուղեկցվում էր գործով։ Գարեգին առաջինի թե խոսքը և թե գործն ունեին կոնկրետ նպատակաուղղվածություն։ Դրանց նշանակետը մարդն էր։ Նրա համար մարդը հանդիպման հանգույցն էր երկնքի և երկրի, Աստծո և աշխարհի միջև։ Աստված մարդուն ստեղծել էր որպես իր գործակից երկրի վրա գործունեություն ծավալելու համար։ Արարիչը նրան օժտել էր նաև կատարելապես երջանիկ լինելու կարողությամբ, ինչը սակայն չէր կարող տեղի ունենալ նյութապաշտության և սպառողական ապրելակերպի պայմաններում։ Հարկավոր էր տարբերակել երջանկություն և հաճույք հասկացությունները, քանի որ ուրախությունը տրվում է Աստծուց և կախված չէ նյութական պայմաններից։ Վեհափառի համոզմամբ մարդու կոչումն էր նվիրվելու վեհ և անանց արժեքներին, ինչպիսիք են հավատքը, հայրենիքն ու ազգը, մշակույթը, արդարությունն ու ճշմարտությունը։ Մարդու էության մեջ պետք է գերիշխեր սերը, զարմանահրաշ այն միակ ուժը, որը բաշխելիս սպառվելու փոխարեն ընդհակառակը ավելանում է և որը չի սահմանափակվում միայն զգացմունքով և խոսքից պարտադիր վերածվում է գործի։ Գարեգին հայրապետը մեզ սովորեցնում էր, որ հայ ազգին պատկանելու զգացողությունը անկախտելիորեն կապված է քրիստոնեական հավատքի հետ, քանի որ մեր մշակույթն ու պատմությունը ձևավորվել էր հենց այդ հավատքով, և հայությունը հանդիսանում է յուրահատուկ ազգային կրոնական մի էթնիկ խումբ, երբ ի սկզբանե ազգն ու քրիստոնեությունը շաղկապվել են միմյանց։ Նրա համար հանդիսանալ ճշմարիտ հայ նշանակում էր լինել նաև ճշմարիտ քրիստոնյա, և սրանով է պայմանավորված, որ Գարեգին կաթողիկոսը չափազանց ակտիվ էր միջեկեղեցական բեմահարթակներում և մեծագույն եռանդ էր ցուցաբերում, որպեսզի աշխարհի եկեղեցիներն ու քրիստոնյաները չշեղվեին Քրիստոսի մատնանշած ուղուց։ Աշխարհում լայնորեն ճանաչված էկումենիկ մեծ գործիչն ու առաջնորդն իր միջեկեղեցական բազմաբեղուն գործունեության ընթացքում քարոզում էր, որ քրիստոնեական հավատքը փիլիսոփայություն չէ, և այն պետք է հստակորեն դրսևորվի կյանքում մարդկանց հանդեպ մատուցած ծառայությամբ ու գործերով։ Նա հիշեցնում էր, որ Հիսուս Քրիստոսն ինքը ներգրավված էր մարդկանց կյանքում, իրեն նույնացնում էր նրանց հետ և հորդորում, որպեսզի հոգևորականությունն աշխարհում վերադառնա դրան, և որպեսզի եկեղեցիների գործունեության մեջ ընդգծվի շարժումը, քան միջնադարին բնորոշ վարչական աշխատավոճը։ Մենք քրիստոնյաներս հաճախ դարձել ենք ձևական քրիստոնյաներ և վավերական ուժական հավատքը մեզ պակասում է աշխարհիկ մշակույթին մեր պատկանելության պատճառով, ասում էր նա միջազգային բարձր ամբիոններից։ Եվ ժամանակակից աշխարհում, երբ գիտական, արդյունաբերական և տնտեսական առաջընթացը մարդուն ներշնչել էր ամենազորության զգացում, երբ ծայրահեղ աշխարհականացման պատճառով Աստծո ներկայությունը նրա կյանքում անտեսվում էր կամ էլ բացառվում, հարկավոր էր, որպեսզի քրիստոնյաները խմոր դառնան, աղ դառնան և ոչ թե աշխարհի հետ նույնանան։ Ժամանակն էր վերապրելու քրիստոնեության ինքնությունը, բյուրեղությունն ու հարազատությունը, որպիսին այն եղել էր ի սկզբանե։